Մարտի 13-ին և 14-ին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի գաված սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գաված սիրողական սեղանի թենիսի մրցաշարն անցկացվում է արդեն 4-րդ տարին դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, երբեմնի սիրված մարզաձևի ավանդույթների վերականգնման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության, ինչպես նաև դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով։ Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով։ Մրցաշարին մասնակցում են հանրակրթական դպրոցների 5-ից 9-րդ և 10-ից 12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը։ Յուրաքանչյուր դպրոցի թիմերի կազմում 5-ից 9-րդ և 10-ից 12-րդ դասարանների 2-ական տղա և 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ։ Այս վերջերս եմ սկսել թենիսով զբաղվել, դուրս շատ է եկել, դες որոշել եմ մասնակցեմ։ Անցած տարի էլ եմ մասնակցել, սիրում եմ այս մարզաձևը, անցած տարի գրավել ենք 3-րդ տեղը, գնացել ենք մարզային փուլ։ Մրցաշարն անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ։ Առաջին օրը մրցապայքարը ծավալվեց Սևան համայնքի հանրակրթական դպրոցների 5-ից 9-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև։ Համայնքային փուլում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ. Առաջին տեղը զբաղեցրեց Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղը Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը։ Սեղանի թենիսի մարզաձևը մեծ տարածում է գտել մեր Սևան տարածաշրջանում, ինչպես նաև Գեղարքունքի մարզում, արդեն շուրջ 4 տարի այն անցկացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանի ներքո, եւ այն մասսայականությունը, որ արդեն մենք տեսնում ենք մեր սաների, մեր մարզիկների, մեր երեխաների, աշակերտների մեջ, այն մեծ ավանդույթ է արդեն ձեռք բերել եւ մեծ կարեւորություն եմ ես տեսնում այդ ամեն ինչի մեջ, քանի որ երեխաների պահանջը եւ երեխաների մասնակցությունը, ես որպես արդեն մարզադպրոցի տնօրեն, մեր խմբակները մեծ քանակով համալրվել են աշակերտների, մարզիկների թվով եւ այս այն, որ երեխաները 1 տարվա ընթացքում սպասում են այս մրցաշարին, դա արդեն մեծ նշանակություն ունի եւ հաջողություն է մեր տարածաշրջանի համար։ Մարտի 14-ին մրցապայքարը ծավալվեց Սևան համայնքի հանրակրթական դպրոցների 10-ից 12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև։ Արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ. Առաջին տեղը զբաղեցրեց Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղը Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Սևանի համայնքային փուլում հաղթողները պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով և կմասնակցեն երկրորդ մարզային փուլին։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության վարչապետի գաված սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլում Սևանը կներկայացնեն 10-ից 12-րդ դասարաններ, Սևանի ավագ, Դդմաշենի և Զովաբերի միջնակարգ դպրոցների թիմերը, 5-ից 9-րդ դասարաններ, Գագարինի, Լճաշենի և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։ Սուրեն Բարսեղյան, Գնել Վանեսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։